Հետևորդներիս մեջ կան մարդիկ, որոնք որ շատ ագրեսիվ են ընդունում այն փաստը, երբ ես ասում եմ, որ ամեն մարդ ինքն իրեն կարող է օգնել։ Միանգամից գրում են, չէ, պետք է մենակ աղոթես, Հիսուսը քեզ կարող է օգնել։ Հարգելիս, մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։ Դուք չեք հերքի, չէ, որ Աստվածաշնչում գրված է, որ Աստված մարդուն իր իսկ կերպարանքով է ստեղծել։ Դա ինչ է նշանակում, որ Աստված մեր մեջ դրել է իր մասնիկը, Աստծո մասնիկը, եւ երբ որ մենք մեր ներս ենք նայում, երբ որ ես ասում եմ, որ մենք ինքներս մեզ կարող ենք օգնել, նաև այդ Աստծո մասնիկի մասին եմ խոսում, այսինքն ես ոչ մի հակա քրիստոնեական բան չեմ ասում, այնպես որ ժողովուրդ ջան, մի քիչ մտածեք ինչ եք խոսում, սա մեկ, եւ երկրորդը մի հետևորդ ասում էր, որ այն վիդեոն, որ ես նկարել էի, որ երբ մարդը շատ հուսահատ է, ինքն իրեն կարող է օգնել, հա, իր մտածելակերպը փոխելով եւ զգալով այնպես կարծես թե արդեն ստացել է այն ինչը որ ուզում է, ասում է, եթե մարդը ոչ մի բան չի կարող անել, ուղղակի պարկած է, ուժ չունի, այդ դեպքում ինչ անի։ Ուրեմն հարգելիներս, մարդը ունի գիտակցություն, անգամ պարկած վիճակում նա կարող է փոխել մտածելակերպը։ Եկեք երկու օրինակ բերեմ։ Մեկը Ջո Դիսպենզան, կարող եք բացել նայել, ով 23 տարեկանում պատահարի մեջ է ընկնում եւ այնպես է վնասվում, որ ողնաշարը մի քանի տեղից ջարդվում է եւ բժիշկները ասում են այլևս չի կարող քայլել, բայց նա ասում է, որ ես համաձայն չէի այդ դիագնոզի հետ եւ ուրեմն պարկած ինքը պատկերացնում է, որ նորից առողջ է, նորից քայլում է եւ 4 թե 6 շաբաթ հետո նա արդեն իրոք սկսում է քայլել, հիմա ինքը շատ հաջողակ մոտիվացիոն խոսնակ է։ Երկրորդ դեպքը Մորիս Գուդման անունով մի օդաչու, ով իր փոքր օդանավներ վարում, 35 տարեկանում բարձրությունից ընկնում է եւ այնպես ջարդուփշուր է լինում, որ բժիշկները արդեն ասում են անգամ չի կարող ապրել եւ նա ասում է ես պարկած հիվանդանոցում անգամ շնչել ինքնուրույն չէր կարում, ասում է մենակ գիտակցությունս էր տեղում, ասում է ես մտածում էի, որ դա եղել է մարտ ամսին, ասում էր, որ ես մինչեւ նոր տարի դուրս եմ գալու իմ ոտներով, իսկ բժիշկները ասում են ընդհանրապես չես կարանալու անգամ խոսալ, ու նա պարկած ասում է ինձ ոչինչ չէր մնում, միայն պատկերացնել, թե ես ինչպես եմ նորից լավանալու եւ քայլելու, եւ ինչպես հասկանում եք 9 ամիս հետո նա իր ոտներով դուրս է գալիս հիվանդանոցից եւ հիմա 80 տարեկան է, էլի շատ հաջողակ մոտիվացիոն խոսնակ։ Այդ խաբելու բան չի, ժողովուրդ, դուք կարող եք մտնել եւ նայել եւ մինչ այժմ ոչ մեկ չի հերքել այդ երկու դեպքերը, այնպես որ չհավատալու փոխարեն ավելի լավ է մեկ անգամ փորձեք, դուք ոչինչ չեք կորցնում, իսկ եթե չեք ուզում փորձեք, ուրեմն դուք գտնվում եք զոհի կարգավիճակում եւ ձեռք չի տալիս ձեզ ինչ պատճառներով, ինչքան էլ պարադոքսալ չի, բայց այդպես